Սիրելի հայրենակիցներ, 2 օր անց քվեարկություն է եւ ես այսօր ուզում եմ խոսել մեր կողմից առաջադրված տեխնացուների մասին։ Քվեարկեք համայնքի ղեկավարներ Արթիկից Հունան Պետրոսյանի օգտին, Հայկ Հովանեսյանի օգտին, որը ոսկեված համայնքի ղեկավարն է Արագած օգնում, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ազգային ժողովում փորձված գյուղի խնդիրները հասկացող մարդկանց արկայությունը չափազանց կարևոր է օգնել գյուղատնտեսության ոլորտում կուտակված խնդիրները լուծելու համար։ Քվեարկեք Իշխան Խաչատրյանի օգտին, որը ներկայացնում է Վեդին ու Արարատի տարածաշրջանը ժողովրդի դարդ ու ցավով մտահոգ միանատականություն, որի խորհրդանու լինելը վստահ եմ կնպաստի տարածաշրջանի խնդիրների լուծմանը։ Շուտով մենք Դիլիջանում մեկնարկում ենք սոցիալական բնակարանային շինարարության լայնածավալ մի գործընթաց, որը նշանակում է եւ աշխատատեղեր, եւ սոցիալական բնակարաններ անապահով մարդկանց համար։ Քվեարկեք Վահե Վարդապետյանի օգտին, որ համակարգում է այս աշխատանքները եւ ես վստահ եմ, որ Վահե Վարդապետյանի ընտրվելը Դիլիջանում, Իջևանում, Շամշադինում հնարավորություն կտա այս դժվարին տարածաշրջանի խնդիրները մտահոգ մարդու միջոցով բարձրացնել խորհրդարանում։ Ի վերջո քվեարկեք օրինաց երկիր կուսակցության նվիրյալներ Հովանես Մարգարյանի օգտին, որ առաջադրվել է Գյումրիում եւ չկա ազգային ժողովի մինիստ, որ չբարձրացնի գյումրեցուն ու շիրակցուն հուզող խնդիրները։ Քվեարկեք Հեղինե Բիշարյանի օգտին, որը լինելով ծնունդով Շենգավիցի մշտապես եղել է ժողովրդի կողքին եւ Շենգավիթ Երևանի համայնքները իդեմս Բիշարյանի կունենա падգամավոր, որ կարող է պաշտպանել ժողովրդի շահն ու դատը։ Քվեարկեք Մհեր Շահգեզյանի օգտին, Քանաքեր Զեյթուն համանքում Կիրթ գրագետ միանատականություն, որի ընտրվելը շատ կարևոր նշանակություն կունենա այս համայնքի խնդիրները լուծելու համար։ Ի վերջո քվեարկեք մեր երիտասարդ տեխնացուների օգտին, Կարեն Բոթոյան, Սևան Ճամբարակ Վարդենիս, Գարսևան Սաղաթելյան Վարդենիս, Դավիթ Կարապետյան, Գորիս, Գարիկ Միրզոյան, Սյունիք, Տիգրան Ղալեչյանը Չարենցավանից, Արմեն Հարությունյանը Վայոց ձորից եւ Մարսպետունի Մանուկյանը Մարտունիից եւ մեր մյուս տեխնացուները չափազանց արժանավոր մարդիկ են։ Նրանք ելել են ժողովրդի ծոցից եւ պայքարելու են ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության համար։ Սիրելի հայրենակիցներ, ավարտելով իմ խոսքը ուզում եմ նշել մի կարևոր պարագա։ Քվեարկեք ձեր հոգու մտոք, քվեարկեք ձեր խղճի մտոք, քվեարկեք, որ երկիրը գնա առաջընթաց զարգացման ճանապարհով։ Այն մարդիկ, ովքեր հարկադրված հալածվում են ընտրակաշառքներով, այդ մարդիկ պետք է հանգիստ լինեն իրենց խղճի հետ եւ քվեարկեն նրանց, ում հավատում են, ում վստահում են, այն մարդկանց օգտին, ովքեր իրենց մատից փուշ են անել։ Դիմում եմ օրինաց երկիր կուսակցության բոլոր անդամներին, այն մարդկանց, ովքեր 97 թվականից մեզ հետ ճանապարհ են գալիս, այն մարդկանց, որոնց մի մասը գուցե ինչ պատճառներով նեղսրտել է մեզանից, այն մարդկանց, ովքեր միացել են մեզ վերջի շրջանում։ Օրինաց երկիր կուսակցությունը մեծ քաղաքական ընտանիք է։ Ես դիմում եմ այդ քաղաքական ընտանիքի բոլոր անդամներին, համախմբվեք, զորակցեք ձեր կուսակցությանը, համախմբվեք, սատարեք օրինաց երկրին, որպեսզի մենք ընդամենը 2 օր անց ունենանք փայլուն հաղթանակ եւ կարողանանք մեր երկիրը տանել առաջընթաց զարգացման ճանապարհով, որպեսզի կարողանանք լուծել մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները։ Ի վերջո օրինաց երկիրը միշտ եղել է ժողովրդի հետ, գործել է հանուն ժողովրդի եւ ապագայում էլ անելու է հնարավորը մարդկանց կյանքը թեթևացնելու, Հայաստանի Հանրապետությունում իրական բարեփոխումներ անելու եւ մեր երկիրը առաջ տանելու համար։ Օրինաց երկիրն է մեր կուսակցությունը, օրինաց երկրում մենք ուզում ապրել, օրինաց երկիրն է այն արտարներ կուտակ, որի դրաշնիկակ է, որ իսկանչել, Քվեարկելով օրինաց երկիր կուսակցության օգտին դուք ինքներդ պետք է իմանաք մի պարզ ճշմարտություն։ Դուք քվեարկում եք ինքներդ ձեր օգտին։ Դուք քվեարկում եք ձեր ընտանիքում, ձեր քաղաքում, ձեր գյուղում, ի վերջո ձեր երկրում կուտակված խնդիրների լուծման օգտին։ Որովհետև մենք աշխատելու ենք, պայքարելու ենք, որպեսզի բոլոր կուտակված խնդիրները լուծենք։ Շատ կարևոր է, որ տարածաշրջանի բնակչությունը քվեարկի Իշխան Խաչատրյանի օգտին, ժողովրդական մարդու օգտին։ Քվեարկում մնում եք դուք եւ ձեր խիղճը, կատարեք ձեր խղճով ընտրություն, այո, եւ ընտրվելուց հետո ես պարտավորվածություն եմ զգալու այն ամեն ինչը, որ ձեր
առօրյա կյանքում հանդիպում եք անարդարությունների, ես պայքարել եմ դրա համար։ Բոլորին մեր ազնիվ ու բարի բոլոր ձեռնարկներում օրինաց երկիրը հաղթելու է եւ մենք միասնական ենք հաղթանակ մեր գործին Ասենց օրինաց երկիրը հեղինակից օրենք եւ անում է, ով Հայաստանում անվճար դարձեց ծննդաբերությունը, օրինաց երկիրը ասեց հեղինակից օրենք եւ արեց, Հայաստանում ով վերջ դրեց կրթության մշակույթի ոլորտի սեփականաշտորմանը, օրինաց երկիրը ասեց օրենքը հեղինակեց եւ արգելեց Հայաստանում մեր մշակութային ու կրթական ժառանգության թալանը, ով ասենց մրցակցային կրթություն Հայաստանում օրինաց երկիրը մենք հեղինակեցինք օրենք եւ այսօր Հայաստանում 115,000 ուսանողներից 30,000-ը սովորում են անվճար պետական բյուջեի միջոցների հաշվին։ Երկու օր հետո քվեարկություն է, ում ենք ընտրելու։ Ով է ընտրելու օրինաց երկրի խնդրեմ ձեր բարձրացնել։ Ով է ընտրելու Կարեն Բոթոյանի խնդրեմ ձեր։ Մենք շատ լուսավոր ծրագրեր ունենք, որ պիտի իրականացնենք, ձեզ հետ միասին մեր երկիրը առաջ տանենք, մեր օջախները շենացնենք ու զարգացնենք։ Օրինաց երկիր կուսակցության հեղինակած օրենքի շնորհիվ է, որ Հայաստանում ծննդօգնությունը եւ ծննդաբերությունը դարձավ անվճար։ Եվ առաջին անգամ վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվեց ծնելիության աճ։ Իսկ ծնվող երրորդ երեխան պետությունից ստանում է 430,000 դրամ։ Մենք առաջարկում ենք բազմազավակության եւ ծնելիության նյութական խրախուսման նոր համալիր ծրագիր, ինչի արդյունքում կավելանան երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը, իսկ նպաստը կտրամադրվի ոչ միայն աշխատող, այլև չաշխատող մայրերին։ Մենք առաջարկում ենք ավելացնել բազմազավակ ընտանիքների պետական հոգացությունը։ Ի վերջո մենք առաջարկում ենք ազգի բնական աճի խթանումը դարձնել պետության համար գերակա խնդիր։ Մենք մեր խոստումների տերն ենք եւ պատրաստ ենք արդարացնել ձեր վստահությունը։ Վստահեք, որ կառուցենք օրենքի եւ արդարության երկիր։ Օրինաց երկիր կուսակցություն, համար 9 Քվեաթերթիկում։